Այսօր զեբր բիսկվիտ ենք պատրաստելու ամենահամեղ ու հեշտ տարբերակով։ Եթե տանը ունեք մածուն, կակաո և 1 կիտրոն, հենց այսօր էլ կարող եք պատրաստել։ Մնացած բաղադրիչները կան բոլորի սառնարանում։ Դե ինչ, սրտիկեք ու պահպանեք այս հոլովակը, որպեսզի դուք էլ պատրաստեք ու անցնենք գործի։ Տեսեք, թե որքան նուրբ ու փափուկ է ստացվում։ Թասի մեջ կոտրում ենք 2 ձու, վրան ավելացնում 350 գրամ շաքարավազ, 1 թեյ գթալ վանիլին, քերում ենք 1 կիտրոնի կեղևը, աշխատեք միայն դեղին մասը ավելացնել, սպիտակը դառնահամ է տալիս։ Ու ճզմում ենք 1 կիտրոնի հյութը։ Այնուհետև 550 գրամ մածունի մեջ ավելացնում ենք 1 թեյ գթալ սոդա, խառնում ու լցնում զանգվածի մեջ։ Ավելացնում ենք նաև 500 գրամ նախապես մաղած ալյուր, խառնում ու լցնում 50 մլ արևածաղկի ձետ, կամ կարող եք հալեցրած կարագ ավելացնել, ինչպես որ կցանկանաք։ Վերջ, խմորը պատրաստ է, հիմա այն հարկավոր է բաժանել 2 հավասարաչափ մասի։ Տեսեք, այս թանձրության խմոր պետք է ստացվի։ Խմորը բաժանելուց հետո մի մասի մեջ ավելացնում ենք 3 ճաշի գթալ կակաո։ Խառնում ենք ու կարող ենք ձևավորել բիսկվիտը։ Նաև նշեմ, որ իմ ձևամանի դրամագիծը 30 սանտիմետր է, բավականին մեծ չափի բիսկվիտ է ստացվում։ Ձևամանի տակը յուղաթուղթ եմ փռում, իսկ կողքերը պատում եմ ձեթով ու վրան մի փոքր ալյուր եմ շաղ տալիս։ Խմորը լցնում եմ հերթով, մի գթալ սպիտակ, մի գթալ շոկոլադե ու այդպես շարունակ, մինչև որ կվերջանա։ Եվ այսպես ձև եմ տալիս, ինչպես որ տեսնում եք հոլովակում։ Թխելու ենք 170 աստիճանի տակ, մինչ պատրաստ լինելը։ Թխվում է մոտ 40-ից 50 րոպե։ Թխվելու ընթացքում ջեռոցի դուռը ոչ մի դեպքում չենք բացում, այլապես խմորը կնստի ու չի բարձրանա։ Ըստ ցանկության վրան կարող եք մի փոքր շաքարավազի փոշի շաղ տալ, քանի որ ես շտապում եմ կտրել եմ տաք վիճակում, բայց ձեզ խորհուրդ կտամ կտրեք միայն սառը վիճակում, որպեսզի գեղեցիկ կտրված ստանաք։ Եվ խնդրում եմ նայեք, թե որքան փափուկ ու նուրբ է ստացվում, ուղղակի հրաշք։ Անպայման պահպանեք այս բաղադրատոմսը, որպեսզի չկորցնեք ու փորձեք դուք էլ պատրաստեք, շատ եք հավանելու։ Հեշտ, արագ պատրաստվող բիսկվիտ է, որը կարելի է պատրաստել նաև հյուրերի համար։ Դե ինչ, եթե հավանեցիք, չմոռանաք կիսվել այս հոլովակով նաև ձեր ընկերների հետ, սրտիկել ու բաժանորդագրվել իմ տնական բաղադրատոմսեր ալիքին, որպեսզի հետագայում բաց չթողնեք իմ նոր հոլովակները։